Բարի առավոտ, բարի լույս, իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Այսօր երկուշաբթի է, աշխատանքային շաբաթվա սկիզբը եւ ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, այնպես էլ այսօր մենք առավոտը սկսում ենք ձեզ հետ եւ ասում ենք ձեր շնորհակալություն, որ դուք էլ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ, մեզ դիտելով։ Այսօր հոկտեմբերի 6-ն է եւ այսօր է ծնվել հայ շախմատիստ Լևոն Արոնյանը։ Լևոն Արոնյանը 2005 թվականին եղել է աշխարհի գավաթակիր։ Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ եւ 38-րդ համաշխարհային օլիմպիադաների 2011 թվականի աշխարհի թիմային առաջնության հաղթող եւ բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող։ Լևոն Արոնյանը այն մարդկանցից է, ում շախմատային տաղանդը հիացնում է ամբողջ աշխարհին։ 1935 թվականի հոկտեմբերի 6-ին բացվել է Երևանի բուսաբանական այգին։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական եւ ռեկրեացիոն նշանակություն հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր, գեղազարդ եւ տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների եւ բնակավայրերի կանաչապատման մեջ ներդնելն է։ Այս երկու իրադարձություններն էին տեղի ունեցել, սիրելի հեռուստադիտողներ, այսօր, իսկ հիմա առաջարկում եմ մեր տրամադրությունը, մեր առավոտյան լավ տրամադրությունը ել ավելի բարձրացնելու համար այս պահին ընդմիջենք, դիտենք տեսահոլովակ, վայելենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա զրուցակցին։ Մարդկային հաղորդակցության կարևորությունը ընդգծող եւ խոսքի մշակույթը բացի հիմքի վրա ներկայացնող վստահելի մասնագետ։ Ոսկե դափի մրցանակը ստանում է հանրային խոսքի մասնագետ, թվային հոգեբան Սեդա Ավետիսյանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Մեր հյուրը արդեն տաղավարում է, այսօր զրուցելու ենք հանրային խոսքի մասնագետ եւ թվային հոգեբան Սեդա Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ կարևորելու եւ առանձնահատուկ տեղ տալու համար, այսօրվա հրավերի համար։ Այսօր շատ կարևոր օր է, քանի որ նաև դուք ունեք շատ կարևոր հավաստագիր ձեր աշխատանքի համար, արժանացել եք այս կարևոր մրցանակին։ Սկզբում զրույցը սկսենք հենց այդ հարցով, ինչով էր կարևոր այս հավաստագիրը ձեր գործունեության մեջ եւ որքանով է պարտավորեցնում, որ ել ավելի շարունակեք աշխատել։ Այո, օրերս տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որին հրավիրված էի նաև ես, եւ ստացա հավաստագիր հանրային խոսքը հաղորդակցությունը կարևորելու եւ ընդգծելու, ինչպես նաեւ խոսքի մշակույթը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Բնականաբար այս հավաստագիրը մեծ նշանակություն ունի ինձ համար, որովհետև նախ եւ առաջ կարևորվեց այն հանրօգուտ աշխատանքը, որ իրականացնում եմ ես, եւ երկրորդ սա պարտավորեցնող է բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր եկել եւ ուսանել են իմ հաղորդակցության կենտրոնում եւ դեռևս այն մարդկանց առաջ, ովքեր գալու են այս կենտրոնում եւ սովորելու են հաղորդակցական հմտություններ։ Իսկ ինչպես սկսվեց, երբ սկսվեց ձեր հետաքրքրությունը հաղորդակցման դասեր տալու հետ կապված, երբ սկսեցիք դուք սովորել եւ արդեն դասավանդել աշակերտներին։
Ես հաղորդակցության ոլորտում գործունեություն եմ ծավալում արդեն 18 տարի, քանի որ իմ մասնագիտական կողմնորոշումը հենց լրագրությունն է եղել եւ սկզբում աշխատել եմ հենց Կոտայք մարզային հեռուստաընկերությունում որպես լրագրող, ապա բաժնի ղեկավար եմ եղել լուրերի, հետագայում նաև ղեկավարել եմ հեռուստաընկերությունը, արդեն տարիների այդ աշխատանքը պիտի որ մի օր գար եւ հասունանար, որպեսզի այն փորձը, որ կուտակել էի 18 տարիների ընթացքում, փոխանցեի մարդկանց։ Իրականում հասկացա, որ խոսել ու պայմանավորվելը շատ կարեւոր է, առավել եւս լսելու ունակությունը, իսկ այն աշխատանքը, որ լրագրողական մենք իրականացնել ենք մեր գործունեության ընթացքում, բնականաբար դու պիտի կարողանայիր այդ պաշտոնատար անձանց կամ ուղղակի հասարակ մարդուն լսեիր, որպեսզի հասկանայիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչպես կարող ես տվյալ տեղեկատվությունը ճիշտ փոխանցել հանրությանը։ Հենց այդտեղից էլ միտքն առաջացավ։ Իսկ կային թերություններ այս ոլորտում, որ դուք ցանկացաք սովորել եւ հաջորդ ծերուններին փոխանցել, որպեսզի նրանք եւ ճիշտ խոսեն եւ կարողանան իրենց միտքը ճիշտ արտահայտեն, ինչ ոլորտում սխալներ կան, որ դուք ցանկանում եք շտկել։ Տեսեք, մի շարք ոլորտներում մենք ամեն օր ականատեսն ենք լինում եւ ես այս օրինակները հաճախ եմ բերում իմ դասընթացի ժամանակ, սա վերաբերվում է եւ պաշտոնատար անձանց եւ նույնիսկ այն մարդուն, ով ամեն օր վաճառող է աշխատում որևէ կրպակում, որովհետեւ երբ մենք արթնանում ենք, արդեն իսկ մեկս մյուսի հետ խոսել ու պայմանավորվելու խնդիր ունենք։ Ու եթե ես չեմ կարողանում պարզ հստակ եւ հասկանալի դիմացինին ասել, թե ինձ ինչ է անհրաժեշտ, բնականաբար դիմացինը չի լսելու։ Եվ դրա համար յուրաքանչյուր լսարան ունի իրեն հասկանալի լեզուն, որով մենք պիտի կարողանանք հաղորդակցվել։ Ու այս դասընթացի շրջանակներում, երբ ես տեսնում եմ, որ ոչ թե ուսանողներն են միայն գալիս եւ դիմում եւ ցանկանում են ունենալ կիրթ ու գրագետ հաղորդակցական գործիքներ, այլ կան նաեւ շատ պաշտոնատար անձինք, որոնք հենց նախընտրում են այնպիսի փաթեթ, որտեղ միայն իրենց հետ կկատարվի տվյալ աշխատանքը, դու հասկանում ես, որ այո, հաղորդակցական գործիքի բացակայությունը տվյալ կիրթ ու գրագետ մարդուն չի թողնում, որպեսզի կարողանա լիարժեքորեն ինքնադրսևորվել այն ոլորտում, որտեղ ինքը գործունեություն է ծավալում։ Իսկ մի քանի ամսվա դասընթացները կարող են օգնել, որպեսզի հասնես լավ մակարդակի, թե երկար ժամանակ է պահանջվում դրա համար։ Իրականում դասընթացը 6 շաբաթ տևողությամբ է, այսինքն ամիս ու կես է տևում այդ ժամանակահատվածը, երբ մենք պարապում ենք, բայց այդ ժամանակահատվածում ես տալիս եմ այնպիսի գործիքներ, այնպիսի հմտություններ, որոնք մարդը տանում է ամբողջ կյանքի համար։ Այսինքն դու մեկ անգամ ես գալիս այս դասընթացին, բայց այն գործիքները, այն հմտությունները, որոնք դու վերցնում ես, այլևս քեզ հետ քայլելու են մի ամբողջ կյանք։ Անհրաժեշտ է, որպեսզի անընդհատ մենք կիրառենք այդ գործիքները։ Եթե այն տեղեկատվությունը, որ դու ստանում ես, ու ուղղակի մնում է քեզ մոտ տեղեկատվություն եւ դա դու չես ներառում քո առօրյա կյանքում, դա միայն տեղեկատվության մակարդակով է մնում։ Իսկ այն տեղեկատվությունը, որ դու վերցնում ես ու տանում ես, ներառում ես քո առօրյայում, դա դառնում է քո փորձը։ Այսինքն մեզ անհրաժեշտ է փորձ վերցնել այդ հմտություններն ու գործիքները ու ամենօրյա կտրվածքով թե անձնական, թե գործնական կյանքում պարզապես կիրառել այդ գործիքները։ Ու իրականում մարդիկ եւ նախանշել են այդ հաջողությունները եւ մեծ ուրախությամբ փոխանցել են այն ձեռքբերումները, որ ունեցել են այդ գործիքների միջոցով եւ բնականաբար, եթե մենք անընդհատ աշխատում ենք եւ ինքնակրթվում ենք, հնարավոր չէ, որ այն իր պտուղները չտա։ Այս շատ հետաքրքրեց այդ գործիքները, որոնք դուք կիրառում եք դասերի ընթացքում, նաեւ հեռուստադիտողներին շատ կհետաքրքրի, ինչպես են անցկացվում դասերը, թե գործնական, թե նաեւ պրակտիկ դասերը։ Աշխատանքը, երբ մենք միասին գործնական կատարում ենք, դա ձայնային վարժություններն են, տնային աշխատանքների տեսքով է տեղի ունենում, երբ մենք հստակ խոսքի կառուցվածքով տեքստեր ենք գրում եւ այդ ամեն ինչը մենք փորձում ենք իրականության նման ներկայացնել։ Երբ մարդը տնային աշխատանքը չի կատարում, ինքը չի կարող հասկանալ ինքը իրականում վերցրեց այդ գործիքը թե չէ։ Այսինքն ուզի թե չուզի մասնակցելով այս հաղորդակցական դասընթացին, ինքը միևնույն է կատարելու է այդ աշխատանքը եւ երբևէ այդ փորձը ունենալու է նման տեսքով խոսքի կառուցվածք կառուցելու եւ ներկայանալու։ Այս դեպքում խմբային դասընթացում մեկը մյուսի լսարանն է դառնում, իսկ անհատական դասընթացում ավելի խորքային շեշտադրումներ ենք կատարում։ Մենք շատ հաճախ նաև լսում ենք, որ այդ լավ ձայնը, լավ տոնայնությամբ խոսելը միայն բնածին տաղանդ է։ Հնարավոր է դա սովորել միայն դասերի շնորհիվ։ Դե նաև պետք է բնածին ունենա մարդ նաև այդ ամեն ինչը։ Իրականում բնատուր տաղանդով ծնվում են մարդիկ
եւ գենետիկ հատկանիշները եւս մեծ նշանակություն ունի, մարդու ֆիզիոլոգիան մեծ նշանակություն ունի, բայց եկեք համաձայնենք, որ մեզանից յուրաքանչյուրը մի ամբողջ կյանք խոսում է այն ձայնով, որով որ խոսում է։ Եվ եթե այստեղ մասնագետի միջամտությունը տեղի չի ունենում, տվյալ մարդը իր ձայնի ամպլիտուդան, դիապազոնը այդպես էլ չի հասկանում, ինչեւ որտեղ կարող է բարձրանալ եւ ինչեւ որտեղ կարող է իջեցնել։ Ու միայն մասնագիտական ձայնային վարժությունների ժամանակ է, որ հնարավոր է լինում մարդու ձայնալարերը բացել եւ անարգել թույլ տալ, որպեսզի հնչյունները դուրս գան։ Այո, բնատուր կարող է լինել, բայց դա քչերին է տրված։ Հիմնականում բոլոր այն մարդիկ, ում ձայնով մենք հիանում ենք եւ հիացմունք ենք ապրում ամեն անգամ լսելով այդ ձայները, դրանք տարիների կատարած աշխատանք է։ Միայն կարելի է տքնաջան աշխատանքի արդյունքում ունենալ գեղեցիկ ձայն։ Տքնաջան աշխատանքի եւ նաեւ որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի հասնես լավ հաջողության, դասերը ավարտելուց հետո նաեւ։ Դասերն ավարտելուց հետո բոլորին եմ խորհուրդ տալիս բաց չթողել ձայնային վարժությունները, գոնե օրական կտրվածքով 5-ից 10 րոպե։ Պատկերացնում եք ինչքան փոքր ժամանակահատված եմ նշում։ Դա ընդամենը 5-ից 10 րոպե է, որպեսզի մի քանի ձայնային վարժություններ կատարեք, որպեսզի ձայնալարերը սկսեն անարգել աշխատել։ Եվ ամբողջ կյանքի ընթացքում, եթե դուք դա պահում եք, արդեն գործնական կյանքում էլ կիրառում եք, հնարավոր չի, որ ձեր ձայնալարերը չբացվեն։ Իսկ այս դասերի ընթացքում կա տարիքային նաև սահմանափակում, քանի որ երբ որ տարիքով փոքր են, դե նրանց ձայնալարերը նոր են զարգանում, նոր են բացվում, կա տարիքային սահմանափակում, որ այդ տարիքից սկսած նոր պետք է սովորեն։ Առհասարակ ընդունելությունը կատարվում է 16 տարեկանից, որպեսզի ձայնը արդեն լիարժեք ձևավորված լինի, 16-ից մինչև 65 տարեկան մարդիկ կարող են դիմել թե խմբային, թե անհատական դասընթացի համար։ Նաև Սեդա ջան, նկատում ենք, որ այս ոլորտը նույնպես լավ զարգացած է, գրեթե ամեն տեղ իրականացվում են այդ դասերը, նաև շատ կարևոր գործ է սա, քանի որ աշխատում ես եւ մարդու հետ եւ մարդու ձայնալարերի հետ, ինչպես երեխաները եւ մասնագետները, երբ որ ուզում են դիմել, ինչպես ճիշտ մասնագետ ընտրեն, որպեսզի հասնեն լավ հաջողությունների։ Իրականում մենք նախորդիվ խոսում ենք, որ յուրաքանչյուր լսարան ունի իրեն հատուկ լեզուն, որով դու պիտի կարողանաս խոսես ու այդ մարդուն տրամադրես քո նկատմամբ։ Ինչու՞մն է կայանում խոսքի մասնագետի առանձնահատկությունը։ Եթե դու ունես ճիշտ փաթեթավորված խոսք, այսինքն խոսքի կառուցվածք, ձայնային ճիշտ տեմբր, խոսքի արագություն, դու գրավելու ես քո լսարանին դեպի քեզ։ Եվ այն գործիքները, որոնք դու տալիս ես մարդուն, ինքը առաջին դասընթացից կարող է հասկանալ այս դասընթացը իրեն համար է թե ոչ։ Որովհետև մինչև մարդու հետ չես հաղորդակցվում, նրա հետ որևէ դաս չես անցկացնում, ինքը չի հասկանում դու որ լեզվով ես իրեն հետ հաղորդակցվում եւ արդյոք հասկանալի է քո տված գործիքները իրեն։ Ես որպես կանոն լեկցիաներ չեմ կարդում իմ դասերի ժամանակ, որովհետև դա ամենաձանձրալին է, որ կարելի է մարդուն մատուցել։ Մարդուն անհրաժեշտ է կյանքում այնպիսի օրինակների միջոցով տալ այդ գործիքները, որոնք եւ առարկայական տեսանելի են եւ ինքը հասկանում է, թե ինչպես կարելի է կիրառել։ Իմ բոլոր ուսանողները միշտ մատնանշում են ձեր ասած տարբերակը։ Երբ որ դուք ինձ ասում եք որևէ բան, ես հստակ անմիջապես A կետում ինչ որ ասում եք եւ B կետում պիտի տեսնենք, ես նույնությամբ տեսնում եմ այն, ինչ որ դուք եք ասում։ Այսինքն ես գտել եմ լսարանի հետ այն լեզուն, որով կարելի է հաղորդակցվել եւ այդ հաղորդակցության արդյունքում լինել շահավետ կարգավիճակում։ Ու սա էլ սովորեցնում եմ այն մարդկանց, ովքեր գալիս են դասընթացին։ Յուրաքանչյուրը ունի այն մասնագետի կարիքը, որի լեզուն հասկանում է։ Եթե դու ուզում ես մարդու լեզուն հասկանալ, պետք է պարզ, հստակ, լակոնիկ ձևակերպել քո միտքը։ Ու անմիջապես մարդիկ հասկանում են, թե դու ինչ ես ուզում ասել։ Նաև կարող ենք ասել, որ խոսքի դասավանդման դասերին մասնակցելու ընթացքում մարդիկ ոչ միայն ձեռք են բերում ճիշտ խոսք եւ հասանելի են խոսում, այլ նաև անձնական հարաբերություններում կարող ենք ասել, որ մեծ հաջողությունների են հասնում։ Այլ ինչ օգուտներ է տալիս նաև այս դասերին մասնակցելը մարդկանց։ Իրականում ես ինքս էլ նշում եմ, որ սա ոչ միայն գործնական կյանքում հաջողելու համար է այս դասընթացը, այլ անհրաժեշտ է նաև կիրառել այս գործիքներն ու հմտությունները նաև անձնական կյանքում։ Մենք ուսումնասիրում ենք հաղորդակցության դասընթացների ժամանակ կինեսիկ բանականություն կամ շարժումների հասկացությունը, այն է այլ լեզվով ասած լեզուն մարմնի, որ մենք մեկնաբանում ենք շարժումների հասկացությունը, եւ երբ
կան կոնֆլիկտագեններ, որոնք մենք ուսումնասիրում ենք դասընթացի ժամանակ, եթե դու դա օգտագործես եւ գործնական կյանքում եւ անձնական կյանքում քո ղեկավարի, քո աշխատակիցների նկատմամբ, դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ հենց քեզ վրա, որովհետեւ երբ աշխատակցի հետ զրուցելիս ձեռքերդ շփում ես կամ բռունցք ես անում, դու արդեն դիմացինին լարում ես քո նկատմամբ, որովհետեւ դա կոնֆլիկտագեն է համարվում հարաբերություններում։ Երբ դու նստում ես կամ կանգնում ես ու գլուխը դեպի առաջ ես հակում եւ դեպի վերև ես նայում, դիմացինի մոտ դա կոնֆլիկտ է առաջացնում։ Ուզում ես թե չես ուզում, որովհետեւ ամենաանկալելին երկու անձնավորությունների միջև դա ուղիղ աչքերի մակարդակն է։ Երբ մենք մեկս մյուսի հետ հավասար մակարդակում ենք գտնվում եւ մեզանից որևէ մեկը որևէ մյուսից ցածր կամ բարձր դիրքում չի գտնվում։ Իսկ որպեսզի այս հմտությունը կարողանաս կիրառել, դու պիտի ունենաս այդ գործիքը, որպեսզի տանես ու կիրառես։ Մենք երբեմն շատ շարժումներ կատարում ենք ենթագիտակցական համակարգում, մեր բնազդների մակարդակով, որը 100 միլիոն տարեկան է։ Ուսասերնդե սերունդ մեզանից յուրաքանչյուրի հետ գալիս է լույս աշխարհ։ Ու մենք բնազդի մակարդակում է գուցե, որ տակից ենք մարդուն դեպի վերև նայում, բայց չենք հասկանում, որ սա կոնֆլիկտագեն է առաջացնում։ Մենք երբեմն չենք հասկանում, որ կարող ենք գործընկերների հետ խոսելու ընթացքում անընդհատ ձեռքերը իջեցնենք դեպի ներքև, անընդհատ սեղմենք դեպի ներքև, բայց սա կոնֆլիկտագեն է։ Սա նշանակում է ես դոմինանտ եմ, ես գերիշխող եմ այս իրավիճակում, իսկ դու ինձ ենթակա ես։ Կան շարժումներ եւ հասկացություններ, որոնք ընտանիքում էլ ենք դա կիրառում, ամուսինները միմյանց հետ եւ այն նույնիսկ այս ժեստը, որ մենք դեպի ներքև ենք իջեցնում, բայց մեր կարծիքով շատ լավ բան ենք պատմում դիմացինին, իսկ դիմացին ասում է, լավ, հետո կասես, մենք հասկանում ենք ինչ որ սառնություն եւ բաժանություն, բայց սա ենթագիտակցական համակարգում մարդու մոտ, երբ տեսնում են ուզում են իրեն գերիշխել, ինքը ուղղակի ցանկանում է տվյալ միջավայրից փախչել։ Ահա այսպես է, որ մենք կարողանում ենք մեր հմտությունները հաղորդակցական կիրառել թե անձնական եւ թե գործնական կյանքում։ Իսկ այն մեթոդները, որոնք որ դուք կիրառում եք եւ ձեզանից առաջ որ կիրառել են, ինչ եք նկատում, պետք է արդյոք անդադ նորացվեն տեխնիկաները, փոփոխվեն եւ որքանով եք դուք նոր տեխնիկաներով աշխատում աշակերտների հետ։ Իրականում հիմքը նույնն է հաղորդակցության եւ այն մարդիկ, որոնք որ լուրջ գործունեություն են ծավալել հաղորդակցության ոլորտում, շփվել են տարբեր տեսակի, տարբեր դիրքի եւ պաշտոնի անձնավորությունների հետ, այդ փորձը բերել են իրենց կյանք, նրանք ունեն այն հիմնային բազան, որի վրա կառուցում են այդ նոր տեխնոլոգիաները, որոնք ներմուծվում են մեր կյանք։ Մասնագետը անընդհատ անհրաժեշտություն ունի կատարելագործվելու եւ ինքնակրթվելու։ Սա արդեն այն ուսանողների խնդիրը չէ, որտեղ իրենք գալիս են, սա մասնագետի խնդիրն է, որ եթե չվերապատրաստվեց եւ ժամանակին համընթաց ինքը չքայլեց, ինքը պարզապես դուրս է մնալու այդ մրցակցությունից։ Իսկ ինչ հմտություններ են նաև սովորում, խոսեցինք հմտությունների մասին, իսկ ունեք նաև աշակերտներ, ովքեր որ ձեզ մոտ սովորելով հանդերձ արդեն հասել են մեծ հաջողությունների եւ իրենք են արդեն դասավանդում խոսքի էթիկա։ Իրականում այն մարդիկ, ովքեր գալիս են հաղորդակցության դասընթացներին մասնակցելու, դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն հստակ մասնագիտական ոլորտ եւ իրենց մոտ շեշտադրված չէ սովորել, որպեսզի դասավանդեն հաղորդակցություն։ Իրենք կոնկրետ գալիս են գործիքների հետևից, որոնք անհրաժեշտ է իրենց գործնական կյանքում մասնագիտական ոլորտում լավագույնս ինքնադրսևորվելու համար։ Այս փոքր դետալները, փոքրիկ օղակները տանելով իրենց կյանք, իրենք կարողանում են իրենց մասնագիտական դաշտում շատ լավ ինքնադրսևորվել, ինքնաներկայանալ, պատմել իրենց ծրագրերի մասին։ Ես միշտ ասում եմ, այն մարդը, որ չի կարողանում կանգնել ու գոնե ասել, թե ով է ինքը, իսկ սա ամենաբարդն է։ Բոլորն ասում են ես կարող եմ։ Ու երբ որ դու ասում ես պատմի քո մասին երկու բառով, որևէ մեկը չի կարողանում ասել, թե ինքը իրականում ով է ու ինչ գործունեություն է ծավալում, ինչպես է մարդկանց պիտանի ու որն է իր առաքելությունը իր մասնագիտական դաշտում։ Իսկ երբ որ մենք չենք կարողանում ինքնադրսևորվել կյանքում եւ պատմել մեր ծրագրերի մասին, բնականաբար մենք չենք կարող որևէ մեկի ուշադրությունը սևեռել մեր վրա։ Իսկ յուրաքանչյուրը կարող է սովորել այս տեխնիկաները, թե ամենայն հավանականությամբ նաև լինում են դեպքեր, երբ որ զգում եք, որ աշակերտը չի ընկալում տված դասերը եւ չի կարողանում սովորել։ Բանը չի հասնում իմ ասելուն, որ տվյալ անձնավորության համար չէ, որովհետեւ իրականում հաղորդակցության ոլորտը բավականին ծավալուն եւ բարդ է, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են այն եզրահանգման, որ իրականում 21-րդ դարում խոսքը դարձել է անհրաժեշտություն ու մենք պիտի խոսենք ու պայմանավորվենք մեկս մյուսի հետ,
Այն մարդիկ, որոնք գալիս են իրավամբ իրենց անհրաժեշտ են լինում այս գործիքները։ Իմ պրակտիկայում դեռևս չի եղել մարդ, որին ես ասեմ այս գործիքը քեզ համար չէ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ամեն օր աչքերը բացելուց հետո արդեն տան անդամների հետ խնդիր ունի խոսելու։ Նաև ձեր էջը ուսումնասիրելով սոցցանցերում ես նկատեցի, որ դուք նաև զբաղվում եք թվային հոգեբանությամբ, այս թվային հոգեբանության հետաքրքրությունը ձեզ մոտ ինչպես առաջացավ, ինչպես եք զբաղվում թվային հոգեբանությամբ եւ ինչով է այն նաև տարբերվում դասական սովորական հոգեբանությունից։ Թվային հոգեբանությունը մարդու ծննդյան օր ամիս տարեթվի մասին է եւ հենց այնպես չէր, որ ուսումնասիրեցի, նախ ինքնակրթվելու համար նախ եւ առաջ որոշեցի ուսումնասիրել դաշտը, հետո հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ է եւ վերցրեցի այս թվային հոգեբանությունից գործիքներ, որոնք կիրառում եմ հաղորդակցության դասընթացներում։ Եվ ելնելով իմ թվերի առանձնահատկություններից, քիչ մարդիկ են կարողանում մի քանի ոլորտներ միատեղել, համատեղել եւ բերել մի տեղում ներկայացնել մարդուն եւ ասել՝ վերցրու, սա քեզ համար հեշտ է։ Սա ոչ բոլորին է տրված։ Սրանք տարբեր գործիքներ են, որոնք տարբեր տեղերից վերցված են եւ միատեղված են մի դասընթացում։ Ես միշտ ասում եմ 5-1-ում է այս դասընթացը, որովհետեւ նաեւ հաղորդակցական դասընթացի շնորհիվ եւ թվային հոգեբանությունից վերցրած դետալների շնորհիվ մարդը սկսում է ճանաչել իրեն։ Հասկանում է, թե որն է իր առաքելությունը կյանքում, ինչ է տալիս իրեն հաղորդակցության դասընթացը եւ արդյոք ինքը կարողանում է իր ծննդյան օր ամիս տարեթվի ծրագրերի վրա նաեւ այս տեսանկյունից աշխատել։ Եվ շատ շատերին, երբ մենք կատարում ենք թվային վերլուծություն, ցույց եմ տալիս, որ ահա քեզ ցուցված է, օրինակ, քո 5-րդ չակրան զարգացնելու համար դա ձեր ձայնալարերն է։ Եվ բոլորիս մոտ է 5-րդ չակրան պատասխանատու մեր ձայնալարերի համար, եւ նա անմիջականորեն պատասխանատու է մեր էմոցիաները արտահայտելու համար եւ մեր հույզերը արտահայտելու համար։ Այն ամենը մենք ձայնալարերը երբ բացում ենք եւ ձայնային վարժություններ ենք անում, բոլորի մոտ ստորին ծնոտը բավականին լարված է լինում, իսկ սա խոսում է նրա մասին, որ այս մարդը երկար կամ ագրեսիան է զսպել կամ չի կարողացել իր ապրումները, զգացմունքներն արտահայտել։ Կլինի անձնական կյանքում, թե գործնական կյանքում։ Եվ երբ մենք կատարում ենք ձայնային վարժություններ, բնականաբար մենք աշխատում ենք ստորին ծնոտի վրա եւ միևնույն ժամանակ աշխատում ենք, որպեսզի տվյալ անձնավորությունը էմոցիաները կարողանա այլևս հեշտորեն արտահայտել եւ աշխատում ենք տվյալ անձնավորության արդեն 5-րդ չակրայի վրա։ Այսպես թվային հոգեբանությունը մտնում է ձեր կյանք եւ միանգամից հաղորդակցական գործիքների զուգորդմամբ դուք մի քանի գիտելիքներ ու տարբեր ոլորտների մասին գիտելիքներ եք ձեռք բերում, որոնք միմիայն օգուտ են ձեզ համար։ Եվ որ հետաքրքիր լինի եւ հեռուստադիտողներին, եթե դեմ չեք մի քանի թվով վերլուծություն այս պահին կատարենք, 2 եւ 5 օրինակ թվերի վրա ինչպիսին կլինի վերլուծությունը։ Իրականում այս թվերը ցուցված է որպեսզի խոսքի ու հաղորդակցության ոլորտում լինեն եւ ընդհանրապես յուրաքանչյուր թվի համար, եթե մենք հիմա ուղակի 1-ից 9 բաժանենք բոլոր մարդկանց իրենց ծննդյան օրերով միանիշ դարձնենք իրենց ծննդյան օրերը, ապա դրանք 9 են թվանշաններով 2-ին, 11-ին, 20-ին ձեր նշած մարդիկ եւ 29-ին ծնված մարդիկ համարվում են երկուսներ եւ այս մարդկանց իրականում ցուցված է հանրային խոսքով հանդես գալ, նրանք ի ծնե դիվանագետներ են համարվում, նրանք կարողանում են շատ հեշտ մարդկանց հետ լեզու գտնել, շատ հեշտ մարդկանց հետ շփման մեջ գտնել եւ ահա այս մի քանի հաղորդակցական գործիքը վերցնելով նրանք կարող են լավագույնս ինքնադրսևորվել իրենց ոլորտներում։ Եվ 5-ին, 14-ին, 23-ին ծնված մարդիկ հարց եք տալիս կամ մարդիկ, որոնք ի ծնե բնատուր ունեն գեղեցիկ ձայն, դրանք հենց ամսի 5-ին, 14-ին, 23-ին ծնված մարդիկ են, որոնք ունեն ձայնային հրաշալի տվյալներ եւ եթե մի փոքր սեղմում են այդ կետերի վրա, նրանք կարող են ամենամեծ վաճառքները կատարել իրենց ձայնի շնորհիվ։ Տետա ջան, հաղորդակցման հմտությունների դասերին միանալու համար նշեցիք, որ տարբեր ոլորտի մարդիկ են դիմում։ Իսկ թվային հոգեբանությանը ձեզ ավելի շատ հաճախ ովքեր են դիմում։ Ամենատարբեր պաշտոնի դիրքի եւ սեռի անձնավորությունները ընդհանրապես նշանակություն չունի, թվային հոգեբանությունը բոլորին է հետաքրքրում, որովհետեւ սա մարդու մասին է։ Երբ դու ինքդ քեզ ես ճանաչում, երբ դու ունես խնդիրներ գործնական, անձնական, առողջական ոլորտներում, երբ դու ունես խնդիրներ քո գեների հետ հայրական ու մայրական, ու դու չգիտես որտեղից սկսես լուծումը տալ, ու քո կյանքում կարծես թե ամեն ինչ դեպի ներքև է գնում, սա է կանգնելու կետը։
երբ դու դիմում ես թվային հոգեբանին եւ ինքը քո թվային վերլուծությամբ ընդհանրապես քո ծննդյան օրվա, ամսվա եւ տարեթվի վերլուծությամբ քեզ կոնկրետ ասում է դու ինչ ծրագրեր ունես։ Իսկ ծրագրերը ընդհանրապես 5-ն են 30 ենթածրագրերով։ Եթե դու կյանքի ընթացքում անցնում ես այս 5 հիմնական ծրագիրը 30 ենթածրագրի միջոցով, դու կարողանում ես հաջողել կյանքում։ Դու խնդիրներ, եթե ունենում ես անձնական գործնական կյանքում, դու հասկանում ես համաձայնցուցումի որ կետի պիտի հետևես, որպեսզի անմիջապես փոխվի։ Օրինակ, եթե նորից խոսենք երկուսների մասին, նոր խոսում ենք, հա, յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին ծնված մարդիկ, նրանք էմոցիաները արտահայտելու խնդիր ունեն։ Իրենք զուսպ են, իրենք հարաբերություններում միանգամից տարալուծվում են զուգընկերոջ մեջ, իրենք չեն ունենում իրենց անձնական կյանքը եւ չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրանք դիմում են բոլորին, մայրիկին, հայրիկին, քրոջը, ընկերուհուն, ամուսնուն, միայն թե իրենք որոշում չկայացնեն։ Ինչու՞, որովհետև չեն ցանկանում պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Ու երբ որ տվյալ անձնավորությունը գալիս է ինձ մոտ ու ասում է, որ իմ կյանքում ամեն ինչ վատ է, թվային հոգեբանը առաջին բանը, որ խորհուրդ է տալիս, ասում է՝ սկսիր ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ սխալ, բայց դու ինքդ կայացրու եւ պատասխանատվություն կրիր տվյալ իրավիճակի համար ինքնուրույն։ Թվային հոգեբանը 2-ին ինչ է ասում է արտահայտիր այն էմոցիաները, որոնք ունես, ջղայնանում ես, նեղանում ես, վիրավորվում ես, մի պահիր քեզ մեջ, որովհետև դա կարող է լինել քեզ համար հիվանդության պատճառ։ Եվ իրականում այն մարդիկ երկուսները, որոնք իրենց էմոցիաները, իրենց զայրույթը, իրենց ապրումները, իրենց բարկությունը չեն կարողանում արտահայտել, այլ պահում են իրենց մեջ, դա հետագայում դառնում է տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք մենք արդեն մատնանշում ենք մարդուն անհատական թվային վերլուծության շրջանակներում։ Ու այսպես շարունակ, գումարի հոսքի ավելացման ժամանակ ինչպես կարելի է մարդը վարվի, ինչու չեն ունենում մարդիկ շատ բավականաչափ գումար, որովհետև երբեմն մարդիկ կան, օրինակ մեկերը յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին ծնված մարդիկ, 8-ին, 17-ին, 26-ին ծնված մարդիկ, նրանք չպետք է աշխատեն որևէ մեկի մոտ։ Երբ նրանք աշխատում են որևէ մեկի մոտ, տվյալ անձնավորությունը իրենց հաշվին հարստանում է, սակայն իրենք գումար այդպես էլ չեն ունենում։ Նրանց ցուցված է ունենալ սեփական գործ եւ մարդկանց առաջնորդել։ Ու եթե այս մարդիկ ամբողջ կյանքում աշխատում են որևէ մեկի մոտ ու չեն կարողանում իրենց տեսակետը առաջ տանել, բայց իրենք իրենց տեսակով լիդեր են լինում, հենց այստեղ է, որ իրենց ագրեսիան տանում են հետագայում ընտանիքում են դրսևորում։ Ու այս մարդը, երբ որ գալիս էին թվային հոգեբանի մոտ, թվային հոգեբանն ասում է, ուրեմն անհրաժեշտ է կամ ունենալ ամենաբարձր պաշտոնները, որտեղ դու քո ղեկավարից հետո առաջին մարդն ես եւ դու ինքդ ես արդեն ղեկավար համարվում, կամ դու պիտի փոխես քո դաշտը եւ ինքնուրույն նախաձեռնես ու մարդկանց քո միջոցով աշխատանքի ընդունես։ Եթե գալիս է 8-ին, 17-ին, 26-ին ծնված անձնավորությունը, մենք տվյալ անձնավորությանը ցուցում ենք տալիս, որպեսզի ագրեսիա չդրսևորի։ Այսինքն մարդկանց թողի, որպեսզի մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն։ Ահա այսպես է, որ մենք անհատական թվերը վերցնելով հաղորդակցության մեջ նաև խորհուրդ ենք տալիս, ինչպես տվյալ պաշտոնատար անձը ինքնադրսևորվի, որ եւ գործնական կյանքում հաջողի, եւ անձնական կյանքում հաջողի։ Իսկ այս թվերի ծնված մարդիկ, ինչպես որ դուք նշեցիք, ամեն մեկը ունի իր յուրահատկությունները։ Սա բոլոր թվերի մարդկանց է վերաբերվում, թե նաև լինում են բացառություններ։ Չէ, եթե մենք նշում ենք կոնկրետ 8, 17, 26, դա բոլոր մարդկանց է բնորոշ, բայց նրանք ունեն այդ թվային վերլուծության մեջ տարբեր ծրագրեր, որտեղ իրավիճակը այդ ծրագրերից կախված փոփոխության է ենթարկվում, հա։ Մենք կարող ունենանք նույն 17 կամ 8, բայց եթե գրած է 804, դա լրիվ ուրիշ ծրագիր է, քան 803, որովհետև 804 ծնված անձնավորությունը 4-րդ ամսվա հետ է կապված եւ սա խնդիրներ է, որ ծնողի հետ կարող է հոր հետ ունենալ եւ անհրաժեշտ է մենք ուղղորդենք, որպեսզի այդ ծրագիրը ինքը հաղթահարի, իսկ 803-ին ծնված անձնավորությունը, որ երկուսն էլ 8 են, կոնկրետ մոր հետ կապված ծրագիր ունի հաղթահարելու։ Դրա համար փոփոխության է ենթարկվում կախված թե օր ամիս տարեթիվը եւ դրանից ելնելով մյուս 30 թվերը, մյուս 30 ծրագրերը, որ ստեղծվում են, ինչ են իրենցից ենթադրում։ Իսկ այդ թվային վերլուծությունը մեկ անգամ անելը բավարար է, թե կարիք կա նաև վերանայելու եւ մի քանի անգամ իրականացնելու։
Ցանկացած ծրագիր կարելի է 5 ծրագրերից եւ ունենալ առանձին, եթե օրինակ մարդուն առողջական ոլորտն է հետաքրքրում կամ գործնական մասնագիտական կողմնորոշման ոլորտն է հետաքրքրում, հարաբերությունների ոլորտն է հետաքրքրում, կարելի է առանձին ունենալ, որովհետեւ մեկ այցի միջոցով մենք կարողանում ենք 6 ծրագրերը միանգամից վերլուծել եւ տվյալ անձնավորությունը այդ ցուցումը մի ամբողջ կյանքի համար է ունենում։ Այլևս անհրաժեշտություն չկա դիմելու ինձ, որպեսզի ես նորից նույն ծրագիրը վերլուծեմ, որովհետեւ այն ինչ գրված է ծրագրում դա վերջնական է գրված, մարդն է որոշում հետևել այդ ցուցումներին, թե ոչ։ Բնականաբար, եթե դուք այդ գրվածին չհետևեցիք, դուք ապրելու եք այնպես, ինչպես ապրում եք։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին այս ոլորտում կա զարգացում եւ կա հետաքրքրվածություն, մարդիկ որքանով են վստահում թվային հոգեբաններին եւ դիմում են։ Իրականում թվային հոգեբանությունը շատ հաճախ շփոթում են աստղագիտության հետ եւ մոգության հետ են կապում եւ հիմա էլ եւս մեկ անգամ այս առիթը ուզում եմ կիրառել եւ ասել, որ թվային հոգեբանության հիմնադիրը Պյութագորասն է, որը մաթեմատիկայի հիմնադիրն է եղել եւ սա միայն կապված է մարդու թվերի վերլուծության հետ եւ այս թվագիտությունը եկել է դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից, պարզապես ժամանակ առ ժամանակ ուսումնասիրությունները, գիտությունը զարգանում է եւ այս ոլորտը ավելի ընդարձակվում է իր գիտելիքների պաշարով։ Այստեղ որևէ կանխագուշակումներ չկան, այստեղ որևէ մեկին որևէ ծրագրավորում չկա, այստեղ ընդհանրապես կա օր-ամիս տարեթվի վերլուծություն եւ էլի մարդն է որոշում ինքը կհետևի այդ ցուցմանը, թե չի հետևի։ Այսինքն նորից մարդը ինքն է պատասխանատու իր ծրագրերի համար, ինքը կկրի դրանց պատասխանատվությունը, թե միևնույն է չի կրելու։ Իսկ վերլուծությունը կատարելուց հետո, երբ որ հետ են վերադառնում եւ ձեզ դիմում են նորից, ինչ եք նկատում, ինչպես է փոխվում այդ թվային վերլուծությունից հետո մարդու կյանքը, մարդու աշխարհայացքը։ Նույնիսկ 5 հանդիպումների ընթացքում, երբ մենք ունենում ենք 5 ծրագրերի վերլուծություն, իսկ դա 5 հանդիպում է ենթադրում, մարդիկ արդեն երկրորդ եւ երրորդ հանդիպման ժամանակ, երբ նախորդ ծրագրի հետ կապված աշխատանքներ են կատարում, կամ վերլուծում են իրենց նախորդ ժամանակահատվածում կյանքում պատահած խնդիրները ու հասկանում են, որ հենց այդ քայլերի պատճառով էր, որ ճիշտ չեն կատարել, ճիշտ դրական չեն անցել իրենց ծրագիրը, հիմա հասկանում են, որ անհրաժեշտություն է հետևել այդ ծրագրային վերլուծությանը, որպեսզի ծրագրերը անցնեն դրականորեն։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակահատվածում եւ ցանկացած ծրագիր կարող է հենց անցնել բացասաբար, բայց երբ որ դու գիտես նաեւ որն է դրական ցուցումը, անմիջապես կարող ես փոխել դեպի դրական ցուցվածության եւ դու ծրագիրը անցնես դրականորեն։ Ձեդաջան եւ մեր զրույցը ամփոփելով, բացի հաղորդակցության դասերից, երբ որ մարդիկ ցանկանում են դիմեն թվային վերլուծության, ինչ է դրա համար անհրաժեշտ, որպեսզի դիմեն։ Անհրաժեշտ է ինձ հետևել սոցհարթակներում, Instagram-յան եւ Facebook-յան էջերում եւ այնտեղ նշված է հեռախոսահամար, կարող են զանգահարել կամ գրել անձնական նամակ, ես նրանց կտեղեկացնեմ մասնակցության պայմանները արդեն։ Իսկ հաղորդակցության դասեր դուք տալիս եք, կա ցանկություն նաև թվային հոգեբանությամբ կիսվեք եւ ձեր փորձով, ովքեր որ ցանկանում են նույնպես դա էլ սովորեն։ Իրականում թվային հոգեբանությունը դասավանդելու համար ես կարծում եմ բավականին մեծ ճանապարհ է անհրաժեշտ անցնել, որպեսզի հանձնառնես որևէ մեկին դա ուսուցանելու։ Թվային վերլուծություն կարելի է անել, բայց ոչ բոլոր դեպքերում են բոլոր թվերը ճիշտ ընկալելի լինում մարդկանց համար եւ շատ մարդիկ ավելի շատ դիմացինին ծրագրավորում են, քան ցուցում են տալիս։ Դրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես մարդուն տալ հնարավորություն, որ ինքը ընտրի եւ ոչ թե ասես, եթե դու սա չես անում, քո կյանքում ամեն ինչ կորած է, դու կործանված մարդ ես։ Դու ընդհանրապես իրեն ասում ես, որ դու անես այսպես, քո կյանքում շատ ավելի մեծ հաջողություններ կլինեն։ Նույնիսկ ասելու բովանդակության մեջ մեծ տարբերություն կա եւ հենց այնպես չի, որ ես հաղորդակցության դասընթացում սա ընդգրկել եմ, որովհետեւ թվերի հետ աշխատանքը շատ նուրբ է, մարդկանց հետ աշխատանքը առավել նուրբ է։ Երբ որ դու մարդուն որևէ բան ես ասում, դու կարող ես մի ամբողջ կյանք նրա ուղեղում դաջել այդ նախադասությունը, որը կարող է կործանարար լինել նրա համար կամ լինել նրան բարձունքների հասնելու կետ։ Դրա համար շատ նուրբ պետք է օգտագործես եւ բառերը եւ թվային վերլուծությունը, իսկ հաղորդակցությունը ինչ է, ճիշտ բառերը դնել ճիշտ տեղում։ Հենց դրա համար էլ պետք է թվային վերլուծությունն էլ կատարի մի մարդ, որը կարողանում է երկու ոլորտը համադրել ու մարդուն այնպես ուղղորդել, այնպես սահուն ուղղորդել այդ ճանապարհը, որ ինքը խնդիրներ ու խոչընդոտներ չունենա այդտեղ կամ մտածի, որ իրեն ծրագրավորել են։
Նաև պետք է այսօր հոգեբանել լինել։ Այո, ես ուզում էի կանգ առնել հոգեբանության վրա, հենց դրա համար ոչ միայն մենք թվերի վերլուծություն ենք սովորել եւ այդ ամենն ենք մարդուն վերլուծում եւ տալիս, մենք նաև մարդու հետ կատարում ենք հոգեբանական աշխատանք։ Մենք խոսում ենք նրա հույզերի մասին, մենք խոսում ենք նրա ապրումների մասին, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչ նրա հետ տեղի է ունեցել եւ սահուն ուղղորդում ենք դեպի իր ծրագրերը։ Շնորհակալ եմ շատ Սեդա ջան եւ նորանոր հաջողություններ եւ նորանոր մրցանակներ եմ ձեզ մաղթում։ Ես էլ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, այսօր եւս մեկ անգամ կարեւորելու եւ ընդգծելու իմ կատարած հանրօգուտ աշխատանքը եւ սիրով հրավիրում եմ բոլորին մասնակցելու հաղորդակցության դասընթացներին, օգտվելու այս հմտություններից եւ տանելու ձեր անձնական ու գործնական կյանք։ Իրականում 21-րդ դարում հաղորդակցությունը այլևս անհրաժեշտություն է եւ առանց խոսելու պայմանավորվելու այլևս հնարավոր չէ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք հանրային խոսքի մասնագետ եւ թվային հոգեբան Սեդա Ավետիսյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ խոսելու ենք այսօր ընկույզի մասին։ Ընկույզի օգտակարության մասին մենք շատ ենք լսում։ Այն երիտասարդեցնում է, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, օրինակ B1, PP, E, C, A։ Հակաօքսիդանտների մի մեծ խումբ է պարունակում կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում եւ մի շարք օրգանական նյութեր։ Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է։ Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ։ Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները։ Այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես։ Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում։ Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երիկամի պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին։ Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար։ Այսքան օգտակար հատկություններով հանդերձ, սակայն ընկույզը ունի նաև հակացուցումներ։ Սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա։ Եթե դուք ունեք պսորիազ կամ էկզեմա, 12 մատնյա աղու հիվանդություններ կամ արյան մակարդելիության խնդիրներ, ապա ընկույզ օգտագործելը կարող է վատացնել վիճակը։ Բնական սննդամթերքների օգտակարությունները, ինչպիսին ընկույզն է, փաստում է, թե որքան մեծ դեր ունի բնությունն ու առողջ լիարժեք կյանքի ձևավորման մեջ։ Շատ երկրներ, հատկապես նրանք, ովքեր հարուստ են բնական ռեսուրսներով, ճիշտ են օգտագործում բնության պարգևները, դրանք դարձնելով իրենց տնտեսության մի մաս։ Այդպիսի երկրներից է Մալայզիան, որը գտնվում է հարավ-արևելյան Ասիայում։ Այն գեղեցիկ պատմություն ունեցող երկիր է, որը հարուստ է բնությամբ ու մշակույթով։ Իսկ հիմա առաջարկում եմ տեղափոխվենք եւ ծանոթանանք Մալայզիայի պատմության հետ։ Մալայզիան մի երկիր է, որը գտնվում է հարավ-արևելյան Ասիայում, Մալակա թերակղզու հարավային եւ Կալիմանտան կղզու հյուսիսային մասերում։ Երկիրը բաղկացած է երկու հիմնական հատվածից՝ Արևմտյան Մալայզիա եւ Արևելյան Մալայզիա, որոնք բաժանված են հարավչինական ծովով։ Մայրաքաղաքը Կուալա Լումպուրը հայտնի է իր ժամանակակից ճարտարապետությամբ եւ տնտեսական կենտրոնով։ Մալայզիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ քարի դարից։ Մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում այստեղ ներթափանցել են մալայացիների նախնիները, որոնք ձևավորել են վաղ պետական միավորներ, ստանալով ազդեցություն Հնդկաստանից, ինչպես նաև բուդդայականություն եւ հինդուիզմ։ 1511 թվականին Մալակայի սուլթանությունը զավթվեց պորտուգալացիների կողմից, իսկ 1641 թվականին հոլանդացիների։ 18-րդ դարի վերջից սկսվեց բրիտանական գաղութների ընդլայնումը, որի հետևանքով Մալայան դարձավ բրիտանական Մալայա։ Երկար
պայքարից հետո 1957 թվականին Մալայիան ստացավ անկախություն։ 1963 թվականին Մալազիան հռչակվեց պետություն, միավորելով Մալայիան, Սինգապուրը, Սաբահը, Սարավակը։ 1965 թվականին Սինգապուրը դուրս եկավ դաշնությունից։ Մալազիան սահմանադրական միապետություն է բաղկացած 13 նահանգներից, որոնցից 9 սուլթանություններ։ Երկիրը գտնվում է հասարակածային գոտում, մեծ մասը զբաղեցված է բլուրներով և լեռներով, իսկ Կալիմանտանի կենտրոնում տարածվում են անտառապատ լեռնաշղթաներ։ Բարձր գագաթը Կինաբալու լեռն է 4001 մետր բարձրությամբ։ Երկրի 75%-ը ծածկված է մշտադալար խոնավ անտառներով, որոնք հարուստ են կենդանական աշխարհով։ Երկիրը հանքարդյունաբերական մեծ պաշարներ ունի՝ նավթ, գազ, անակ, ոսկի, երկաթ։ Մալազիայի հիմնական առևտրային գործընկերներն են Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան։ Մալազիայի ճարտարապետությունը արտացոլում է տարբեր մշակույթների համադրություն՝ մալայական, չինական, հնդկական և եվրոպական։ Մալազիան յուրօրինակ երկիր է, որտեղ պատմությունը, մշակույթը և բնությունը ապրում են համատեղված ներդաշնակության մեջ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ նրանք, ովքեր չհասցրեցին մեզ դիտել, քանի որ աշխատանքի էին, ձեզ մաղթում եմ հաճելի աշխատանքային օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, հաջողություն։